Կալկուտա քաղաքը, որը բրիտանական կայսրության ժամանակ մայրաքաղաքն էր, ինքը ստեղծվել է 1670 թվականին, բայց այնտեղ արդեն կա 1630 թվականի հայկական գերեզմանոցներ։ Ծրագիր կա, չէ՞, որոշել եք բոլոր գյուղերը այցելել, արդեն քանի գյուղ եք գնացել։ Գյուղեր այցելեցինք, տեսա, որ հենց կողքի գյուղը կարա տարբերվի, անգամ բարբառն է տարբերվում։ Այս ձեր նախագծերի սահմանները Հայաստանից դուրս են նաև։ Գիտակցության կերտում գիտելիքի միջոցով։ Սոցիալ-հոգեբանական տեսանկյունից մարդը չի գնահատում այն հողը, որի վրա ապրում է։ Վերակ հումանիտար գիտելիքի ճգնաժամ կա աշխարհում։ Ես չեմ տալիս գիտելիք, ես տալիս ինֆորմացիա, գիտելիքը դա բուհում է ակադեմիական փաթեթով, գիտական ցենզով։ Ուսանողների հետ վստահ եմ շատ է շփումներ ունենում։ Ինչ կողմեր կառանձնացնես, օրինակ, ինչն է շատ լավ ստացվում, ինչ գուցե ինչ որ բացեր կան, որ լավ կլինի դրա վրա աշխատեն։ Ես միշտ երազանք եմ ունեցել Հայաստան համալսարան բացել։ Կրթական հաստատություն, որտեղ մարդիկ կարողանան ազատ ուսումնասիրել այն, ինչ նրանք ուզում են։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Բայց սպասեք, այսօրվա Beyond Podcast-ը սովորական չէ։ Հիշում եք, երբ Ալեքսանդր Խաչատրյանին որպես հյուր հրավիրել էի, նախ խոսեցի այն մասին, որ Beyond Podcast-ի ֆորմատում հետաքրքիր փոփոխություններ ենք մտցնելու։ Այսօր 50 էպիզոդ միասին անցկացնելուց եւ ես որպես 50 թողարկումների վարող լինելուց հետո իմ տեղը հանձնում եմ նոր մարդիկ, որոնք որ կվարեն Beyond Podcast-ը եւ կունենան հյուրեր։ Իհարկե, Beyond Podcast-ի առաքելությունը մնում է նույնը, մենք կիսվում ենք հաջողության պատմություններով, մենք կիսվում ենք մասնագիտական խորհուրդներով, պատմում ենք այն մարդկանց մասին, որոնք իրենց ոլորտում իսկապես լուրջ ձեռքբերումներ են ունեցել։ Դե ինչ, շնորհակալ եմ բոլորիդ 50 էպիզոդ միասին անցկացնելու համար, բայց ես դեռ կվերադառնամ ժամանակ առ ժամանակ կունենամ հյուրեր Beyond Podcast-ի ընթացքում, որի վարողը կլինեմ ես։ Դե ինչ, մինչ հանդիպում։ Բարև ձեզ, Beyond Podcast-ի հյուրն է այսօր Արամո Հունանյանը, Մտքարան ակադեմիայի կրթական ծրագրի հիմնադիր։ Արամո ջան, ողջույն ցավտանում, շատ ուրախ եմ, որ այս հանդիպման հնարավորությունը եղավ։ Մենք մի 35-40 րոպե ժամանակ ունենք շփվելու։ Ինձ թվում է ահավոր շատ թեմաներ կա։ Ես կխնդրեի, եթե կարելի է մի հատ սկիզբը պատմես։ Ոնց սկսեց այս Մտքարանի պատմությունը, ինչը ժամանակակից լեզվով ասած տրիգեր հանդիսացավ այս նախագիծը իրականացնելու եւ այսպես հետեւողական կերպով շարունակելու համար։ Շնորհակալություն ես մեկ անգամ հրավերի համար, իրական պատճառները շատ էին։ Նախ են որ Հայաստանում չկար կրթական ծրագրեր, որպես այդպիսի ներքևից բլոգի տեսքով, որոնք կհանդիսանային որոշակի կամուրջ, որպեսզի մարդիկ հետագա ինչ-որ գիտական կամ չգիտեմ, գիտելիքի հետ կապված ինչ-որ գործունեություն ծավալեին։ Նաև հասկացա, որ շատ սոցիալ-հոգեբանական դաշտում կան հարցեր, որոնք չեն բարձրաձայնվում այս կամ այն պատճառով, տարբեր հարթակներում։ Եվ մի խոսքով տենց սփյուռքը սկզբից սփյուռքում էր ստեղծվել ռուսալեզու սփյուռքում Մտքարանը եւ մենք փորձում ենք ինչ-որ ձև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին կապել Հայաստանի հետ, հայկական մշակույթի հետ։ Հետո ես որ արդեն 18 թվին տեղափոխվեցի Հայաստան, արդեն այստեղից այդ ամեն ինչը սկսեցի ավելի մանրամասն ցույց տալ։ Հետո արդեն 1 տարի առաջ հիմնեցի հայրեն լեզվով Մտքարանը, որ այսօր բավականին շատ ավելի լայն ծավալ ունի մեր հանրության շրջանում եւ մի խոսքով ինչ որ ձև փորձենք մարդկանց բերենք դեպի գիտակցություն։ Մենք միշտ ասում ենք, որ մեր ազգին պետք է գիտակցություն, բայց առանց գիտելիքի այդ գիտակցությունը չի ձևավորվում։ Հետևաբար գիտակցության կերտում գիտելիքի միջոցով, բայց ոչ թե մենք ենք տենց խելացի եւ գիտելիք ենք տալիս մարդկանց, այլ մենք հրավիրում ենք տարբեր խելացի մարդկանց, մասնագետների, որոնք ցավոք սրտի անտեսված են գիտություն եւ այլն, շատ մարդիկ կան, որ շատ կարևոր գործունեությամբ են զբաղված, բայց չկան քիչ են հարթակները, որտեղ կարող են նրանք ցույց տալ այդ իրենց հմտությունները, գիտելիքը եւ փորձը, եւ մենք փորձում ենք այդ ամեն ինչը հետաքրքիր ձևի փաթեթավորել եւ ներկայացնել հանրությանը եւ ունենք այսօր այն ինչ ունենք։ Իրական պատճառները շատ են, կարող եմ երկար խոսամ, բայց ավելի հակիրճ sense։ Իսկ որ ասում ես նկատեցինք, որ կան սոցիալ-հոգեբանական ինչ-որ հարցեր, որ չեն բարձրաձայնվում, ինչ տիպի հարցերի մասին խոսքը։ Չգնալով քաղաքական թեմաների մեջ, բայց ես իմ կարծիքով մենք չենք տվել բարոյահոգեբանական գնահատական այն ֆունդամենտալ հարցերի շուրջ, որոնք մենք հայտնվել ենք, նույն ցեղասպանության հարցով, եկեղեցու հարցով, սփյուռքի հարցով, վերջի 30 տարվա կատարվելիք իրադարձությունների հարցով, ամեն մեկս մեր մեջ։ Եվ ես կարծում եմ մենք պետք է այդ հարցերին միջև պատասխանենք,
առնվազն նրա համար, որ այդ թեմաները չօգտագործեն այս կամ այն խաղացողների կողմից ի վնաս մեզ։ Շատ դեպքերում մեր վերքը օգտագործում են մեր դեմ, մեր հույզերը, էմոցիաները, եւ ես դա գիտակցեցի ցեղասպանության 100-ամյակին, երբ որ մենք Մոսկվայում, հիշատակի 100-ամյակին, երբ որ մենք Մոսկվայի կենտրոնում Արարատ Պարկ Խայաթ, հենց մեծ հյուրանոց կա, այնտեղ կազմակերպել էինք միջոցառում եւ կանչել էինք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, տարբեր մեծ պաշտոնյաների Ռուսաստանի եւ այնտեղ տեսա, որ հայտարարությունները ցեղասպանության հետ կապված արվում են շատ abstract, ասենց բարեհաճո, որ քեզ հաճելի լինի, բայց այդ վերջնական կետը, որպես այդպեսին, երբ որ ես ուզում եի հասկանալ, ոչ մեկին չէր տալիս այդ առումով, մենք երկուսով մասնագետ ենք, չէ՞, միջազգային հարաբերության, դիվանագիտական կրթություն ունենք երկուսս էլ, եւ այդ նաեւ կրթության շնորհիվ ես ավելի ոնց որ ուրիշ տեսանկյուններից էի արդեն սկսում նայել այդ ամեն ինչին եւ հասկացա, որ շատ կարեւոր է, որ մենք այդ թեմաները իջացնենք ներքև եւ հստակեցնենք։ Եվ որոշակի ուսումնասիրություններ էի կատարում հունական երազանքի հետ, որը եւս խնդիր է, հա, հույների համար, բայց անգամ այդ ֆորմուլիրովկայի մեջ կան ոչ հստակ ձևակերպումներ, օրինակ հայկական հարց, հարց, հունական երազանք, ավելի կոնկրետ է։ Եվ այլ։ Մի խոսքով, թեման այնա, որ եթե մենք ինչ-որ բան ուզում ենք անենք, մենք պետք է, եթե ուզում ենք, կուզենանք, դա արդեն երկրորդ, երրորդ հարցն է, որ պետք է դա որոշակի հստակեցում լինի, որպեսզի մարդիկ չմոլորվեն, ու ոչ չգան այն իրավիճակին, որոնք մենք այսօր հայտնվել ենք իմ կարծիքով։ Իսկ որ գնում եք, օրինակ, ես նայում եմ, գնում եք ծրագիր կա, չէ՞, որոշել եք բոլոր գյուղերը այցելել, արդեն քանի գյուղ եք գնացել։ Իրականում այցելությունները շատ են, ու ինձ թվում է կեսից շատը մենք եղել ենք, բայց հենց վիդեոյի տեսքով, որ մենք նկարում ենք, Էսի 20-րդն է, որովհետև մենք հենց մի օր ընտրում ենք, հենց մի օր ամբողջական, մենք այդ գյուղը անցկացնում ենք մարդկանց հետ, դարդը, ցավը, բամբասությունները։ Մի քիչ կպատմես, որ խնդրեմ, որովհետև մենք օրինակ մենք որ գնում ենք քաղաքից դուրս, մեկ տպարությունը, որ sense ճանապարհով գնում ենք, այդ աչ ու ձախը նայում ենք, սիրուն սարերը։ Բայց դրանից այն կողմ չգիտենք ինչ է, էլի, ներքին այդ ներսի կողմերը, գյուղի կյանքը, կենցաղը ոնց է, ընդհանրապես ինչ հետաքրքիր բաներ ես տեսել, ինչ ես ինքդ քո համար բացահայտել, ինչքանով են քաղաքի եւ գյուղի մարդիկ նման կամ տարբեր ինչ որ հարցերում, ինչքանով է ներկա մշակույթը այնտեղ։ Ես առաջերտին կուզենայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեզ միշտ դիմավորում են, տուն են կանչում, պատվեն թարում ենք, ամեն մեր այցը չի ավարտում, միշտ ոնց է սեղան են փռում ենք, խմում ենք իրար հետ տնական։ Ինչպես դուք դարձաք հարբեցում։ Ճիշտ ասած, սկզբից շատ բարի նպատակներ ունենք, ուզում ենք բոլոր գյուղերը, բայց համը սեղանը դնում են ու տենց։ Եվ հա, տենց իրական հայմակա շատ մեծ ջերմություն, որը մենք զգում ենք ու շնորհակալ ենք, այդ շատ կարևոր է ասել։ Տեսեք, ես որ տեղափոխվել եմ նոր Հայաստան, ես Հայաստանը չէի ճանաչում եւ հասկացա, որ պետք է ապրեմ բոլոր Հայաստանի մարզերում։ Որտեղ ես ծնվել, թե Մոսկվայում եմ ծնվել, սահքյանքս այնտեղ եմ ապրել։ Եվ անգամ Արցախում բախտ ունեցա ապրել, չնայած արմատներով ես արցախցի չեմ, բայց շատ կարևորել եմ այդ ամեն ինչը եւ այնտեղ եմ ապրել Շուշիում որոշակի ժամանակ եւ հասկացա, որ ըստ մարզից մարզ մարդիկ տարբերվում են մշակույթով մոտեցումով համես բոլորին միավորում որ մենք հայ ենք, բայց դա ես որպես ավելի շատ փոխլրացման ու որպես մշակութային մեծ արժեք եմ տեսնում այդ տարբերությունները, ոչ թե ինչ կարող ես իրարից առանձնացնի։ Եվ ստացվում է, որ հետո որ գյուղեր այցելեցինք, տեսա, որ հենց կողքի գյուղը կարա տարբերվի, անգամ բարբարն է տարբերվում, եւ հասկացա, որ մենք ունենք հսկայական մշակույթ, որը պետք է անպայման ցույց տանք մարդկանց, դեմվախտ սփյուռքին ավելի շատ, որ մարդիկ ավելի լավ իմանան Հայաստանում ինչ կա։ Եվ դա հարստություն է, ամեն գյուղ ունի իր պատմությունը, ամեն գյուղ ունի իր մշակույթը, ինչ որ հսկայական հետքը, որը ես կարծում եմ, որ մենք պետք է իմանանք եւ ամեն անգամ ես նոր բան եմ բացահայտում մարդկանց գյուղերից եւ փորձում ենք ինչ որ հակիրճ ձևի մի րոպեանոց հոլովակով ցույց տալ, որը անհնար է, որտեղ այնքան բան կա պատմելու։ Մենք հիմա մտածում ենք YouTube-ի ֆորմատ անենք, որտեղ ավելի լայն մի ժամանոց ֆորմատով ցույց կտանք եւ մենք մտնում ենք այդ կենցաղի մեջ, կարանք կով կթենք մարդկանց հետ ընթերցերիք հանդիպան ամեն ինչ եւ դա շատ իրականում ասեմ, որ հաճելի process է, ես ինքս գյուղում եմ ապրում եւ ինձ թվում է դա շատ լավ է։ Կուզենամ իմ ընտանիքն էլ ապագա որ Աստված տա եւս գյուղում ապրի եւ կարեւոր է դա ինչ հողի այդ աշխատանքը, դա մեծ փիլիսոփայություն է իրականում։ Այո, միանշանակ համաձայն եմ եւ մեր մշակույթում այդ երկարվեստում կոնկրետ այդ աշխատանքի երկերի մեջ գութան անելուց կլինի թե ինչ որ ակոս փորելուց սելը տուն տանելուց մի խոսքով
այդ երկերի մեջ շատ արտահայտված է այդ աշխատանքը, մարդու կապվածությունը այդ հողին, ջրին։ Այնպես որ մի հատ ես sense բան եմ նկատել, չգիտեմ, դու ավելի շատ ես եղել գյուղերում, ավելի ճշգրիտ կասես։ Օրինակ ես մեր մեծ մշակույթը մենք որ ունենք երկարվեստի մասն եմ խոսում, Կոմիտասյան ժառանգությունը, ինքը գյուղի ծնունդ է։ Կոմիտասն էլ ասում էր քաղաքում այդ երկերը երբեք չէին ծնվի, էլի այդ անձրևը, բանը, հողը։ Սակայն օրինակ հիմա 150 տարուց ավել անցել է Կոմիտասյան ժամանակներում, ես որ շրջում եմ գյուղերում, ինչքան որ ես եմ գնում հանդիպման, ես մոտ տպարություն է, որ այսօր ոնց որ բալանսը փոխվել է, քաղաքում ավելի շատ ներկա է այդ մշակույթը, ոչ բավարար իհարկե։ Գյուղում ավելի քիչ է, եւ ոնց որ քաղաքի, ինչ ասեմ, պարտականության պես մի բան պիտի դառնա, որ ինքը հետ բերի դեպի իր բնորանն էլի այդ երկարից։ Այդպես բանս պակաս կան, դեռ ընդհանրապես երկը բանը ներկա է, թե արդեն մոռացվել է ինչ-որ տենց ուրիշ վիճակներ մենակ։ Նայած տեղ ինդիվիդուալ է շատ։ Տեղեր կա, որ օրինակ տեսնում եմ մի հատ օրինակ խարիզմատիկ մի հատ պապիկ կա, որ այդ ամեն ինչը գիտի եւ սովորացնում անձերի հետ է կապված իմ կարծիքով։ Ցավոք սրտի, նաեւ վերադառնալով սոցիալ-հոգեբանական այդ շերտերին, մենք որ օրինակ գյուղում ապրում ենք, երեխաները որ ապրում են, իրանք տեսնում են TV-ով, օրինակ Ամերիկա, Եվրոպա, այդ սիրուն գազոնը, բաները, զաբորները, տները եւ հետո հելնում են դուրս մեր գյուղերը եւ տեսնում են օրինակ չգիտեմ ընդ պատը ջարդված է ինչ որ եւ սոցիալ հոգեբանական տեսանկյունից մարդը չի գնահատում այն հողը, որի վրա ապրում է եւ ինքը ուզում է շնայում այն կողմ, որտեղ ընդ էսթետիկ ավելի սիրուն ամեն ինչ։ Բայց դու ել ես եղել ԱՄՆ-ում, եթե չեմ սխալվում, ես էլ եմ եղել եւ օրինակ նույն Կալիֆոռնիա վրա գնացել եմ, ամենայն հարգանքով բոլոր մշակույթների նկատմամբ վատ բան չեմ ասում, բայց օրինակ այնտեղ պատերը շատ բարակ են, գիպսակարտոնից են արված։ Այնտեղ օրինակ այդ նույն գազոնը շատ դեպքերում արհեստական է եւ այդ զաբորները որ կան սպիտակ իրանք պլաստմասից են եւ դու կարող ես օրինակ մի թեթև հենվել եւ նա կոտրվում է բայց օրինակ մեր մոտ կարող ինքը գուցե այդպես էսթետիկ չի բայց ինքը քարից է այն արդեն 3 խոզուկների պատմությունն է ինքը քարից է եւ այդ ամեն ինչը մենք ցավոք սրտի չենք գնահատում շատ դեպքերում եւ օրինակ ընտանիքներ կան ես մտնում եմ իրանց տուն տեսնում ինքը հսկայական հող ունի հողատարածք որ կարա գյուղտնտեսությամբ զբաղվի բայց ինքը չի գնահատում ինքը հնարավորություն է մանկալի որպեսզի գնա ավելի լավ երկրներ իր կարծիքով եւ այդ տեսանկյունից ես վերադառնալով քո հարցին իմ կարծիքով որ նաեւ այդ երկարվեստ եւ մշակույթի պակասն է որը եւս մարդուն չի թողում որ նա գնահատի իր հողը որովհետեւ մենք պետք է կպած լինենք մեր արմատներին եւ այդ դեպքում մենք կարող ենք ավելի արտահայտիչ գնահատել այդ ամեն ինչը մեր մեջ եւ թեկուս չի ասում ոչ մեկ չի ասում որ հայրենասիրությունը դա подписка не выйти, հա դու կարող ես գնալ սովորել մի բան վերադառնալ քողի մեջ եւ դա հաստատցնել զարգացնել բոլոր մշակույթներն էլ հաստատ ինչ որ լավ բաներ ունեն ոչ մեկ չի ասում որ մերը ամենալավն է բայց կոնկրետ այս հողի վրա մեր պապերը թողել են մեզ հսկայական Կոմիտասը իրար օգտվելով առիթից ես ուսում հայքին շնորհակալություն հայտնել իր ներկայացման համար Կոմիտասի եւ եթե դուք կարողանաք ամբողջ գնացեք որովհետեւ դա շատ կարեւոր է այդ ձևաչափը ինտերակտիվ որը դու մշակելը շատ կարևոր է։ Մի քիչ էլ որ խնդրեմ կկիսվես դժվարությունների մասով էլի ինձ օրինակ ես գիտեմ որ լիքը դժվարություններ կան որ չի երևում ցույց չեք տալիս բայց վստահ եմ այնտեղ օրինակ տեղեկատվական դաշտում ինչ որ տարատեսակ հարցակումներ են չէ լինում ենթադրում եմ այո ոնց է ինչ ա տեղ ընդհանրապես ոնց է այդ ամեն ինչը հաղթահարում դե տեսեք պետքա մարդ կարողանա այն հարթակը որտեղ ինքը ծավալում է իր գործունեությունը բոլոր այդ կանոնները պահի մենք տասնյակ հազարավոր ունենում ենք հարցակումներ ժալոբը ոնց է կոչվում պարզապես որ կողմից է այդ ամեն ինչը գալիս Instagram այսօր տալիս է վիճակագրությունը կոնկրետ անուններով եւ լոկացիաներով թե որտեղից է գալի եւ իհարկե մենք չգիտես խի ինչ որ մարդկանց համար չէ ես գիտեմ այդ առումով գուցե չասեմ վտանգ են գուցե ներկայացնող ցույց տալի հայկական մշակույթը, չգիտեմ էլի, որևէ վատ բան մենք չենք անում այդ տեսանկյունից եւ հա շատ ունենք հարցակումներ, բայց քանի որ մենք պահում ենք այդ կանոնները սոցկայքերի, ոչ մի խնդիր չենք ունեմ, անգամ եթե մի բան ջնջում են, վերադարձնում են։ Օրինակ անցած տարի մենք մեր Հայաստանի ազգային հերոս ես արդեն ասում եմ Մելքոնյանի մասին վիդեո ենք նկարել, քանի որ հիմա որ ասեմ կարող փակեն այս տեսանյութը եւ չթողեն որ նա զարգանա։ Եվ մենք վիդեո ենք նկարել, որ նա ոչ միայն ուժով է կարողացել ուժեղ մարդ է իր էությամբ, նաեւ ինտելեկտուալ է։ Մելքոնյանը իմացել է 9 լեզու։
եւ մի հատ ֆրանսիացի գրում էր, որ ինքը տեսել է թե ոնց է մեր հերոսը թարգմանում ճապոներենից ֆրանսերեն սինխրոն, հա։ Եվ մենք հարկ համարեցինք կիսվենք մեր աուդիտորիայի հետ, որ տեսեք մեր ազգային հերոսը ինչ ինտելեկտուալ է եղել եւ այդ ինչ մենք դրե գովում ենք, այդ օտարերկրի մարդը տեսել է, այդպես բան ասեմ մենք անգամ չգիտեինք եւ մեր վիդեոն ջնջվեց։ Մեր վիդեոն հավաքել էր մոտ 3 միլիոն դիտում մեկ օրվա մեջ եւ այն ջնջվեց, բայց մենք որևէ ագրեսիվ խոսք չենք տարածել, որևէ ազգի նկատմամբ, չգիտեմ, եւ այլ բոլոր հարգանքով բոլոր ազգերի եւ պետությունների նկատմամբ ենք մեր գործունեության ընթացքում բանկամ օգտվում ենք եւ այդ առումով ջնջեցին եւ մենք արդեն ստիպված մեր հետագա նյութերը որ անում ենք արդեն փորձում ենք ասելով անենք sense ինչ որ ուրիշение придумаем ինչ որ լուծումներ ենք փնտրում որ կարողանանք մեր ազնիվ խոսքը փաստել մարդկանց մեր պատմության ազնիվ խոսքը որտեղ որևէ վատ բան մենք չենք անում այդ առումով այսօր պետք է համակերպվենք այն իրականությամբ որ վատ բանաներ չէր ջնջվի վատ բաները մնում են էլ հենց դա դե գուցե հա եւ այդ առումով շատ հարցակումներ կա փորձում ենք ինչ որ ձև պաշտպանել մեր սոցկայքերը բայց հիմա անգամ Instagram-ը մեզ գրում է որ մենք հետազոտություն կատարեցինք մեի դեպքում չէ մեի դեպքում ցավոք սրտի հա մենք տեսանք որ որևէ խախտում չկա եւ վերականգնեցինք ձեր այս կամ այն նյութը ներողություն խնդրելով եւ լավա որ մինչեւ այսօր մենք ունենք այդ ախվատները 10 միլիոնից ավել է եւ դա հսկայական թիվ է հսկայական այս ձեր նախագծերի սահմանները Հայաստանից դուրս են նաեւ մի քիչ որ խնդրեմ կներկայացնես այդ ճյուղը ոնց հասակ այդ կետին որ որոշեցիք նաեւ դուրս գնալ ուրիշ երկրներում տեսնել փնտրել հայկական հետքը ինչ կա չկա կա չկա ընդհանրապես ինչ է եղել ես տեսա կարծում Հնդկաստան եք չէ գնացել եւ իրական մենք մտքարան ակադեմիայում ունենք 118 ուղղություն եւ մենք այդ ուղղություն կա նաեւ որ մենք գնում ենք գյուղեր ուղղություն կա որ մենք դիվանագիտական կորպուսի հետ տարբեր երկրների դեսպանների հետ իրենց առաջարկով նկարանում ենք տարբեր նյութեր իդեպս Ֆրանսիայի դեսպանի հետ պետք է նաեւ նկարենք իրենց առաջարկով պետք է ֆրանսիական հետքը Հայաստանում հայ-ֆրանսիական կապ եւ այլ sense հեսա վաղ գնում Բելգիայի դեսպանի հետ հանդիպեմ մի խոսքով մեծ ծավալի աշխատանք նաև բոլոր ուրիշ մշակույթների Հայաստանում էլ դա էլ եւ առանցին շատ կարևոր է այդ մշակութային շփումները եւ դա հարստությունն է որ մենք ցավոք սրտի չգիտենք ու ես առանձին ուսումնասիրություն եի կատարել 88 թվի երկրաշարժից հետո երկրաշարժի ժամանակ որ պետությունները ինչ մեծ օգնություն էին տվել մեզ եւ մինչեւ այսօր այդ արդյունքները երևում են էլի բայց դա առանձին մի հատ թեմա ինչ կախված է Նաև մի հատ ուղղություն, որ մենք ճանապարհորդում ենք տարբեր երկրներով եւ ցույց ենք տալիս հայկական հետքը։ Մենք եղել ենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վրաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Կիպրոսում եւ հա մենք գնում ենք, մենք նաև այնտեղ մեզ դիմավորում են տարբեր պաշտոնյաներ անգամ այդ երկրի պետության ներկայացուցիչները, քանի որ գնահատում են մեր աշխատանքը եւ ցույց են տալիս այն հետքերը հայկական որ Հնդկաստանում, հա Հնդկաստանը փոխեց կյանքը միջև Հնդկաստանի Հնդկաստանից այցից հետո, որովհետեւ մենք այնտեղ Եվս մեկ անգամ բախվեցինք այն հսկայական հայկական մշակույթի հետ, որը թողել են մեր պապերը եւ ցավոք սրտի օրը մի քանի անգամ հուզվում էինք, որովհետեւ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ գիտի այդ ամեն ինչի մասին։ Օրինակ նույն Կալկուտա քաղաքը, որը բրիտանական կայսրության ժամանակ մայրաքաղաքն էր, ինքը ստեղծվել է 1670 թվականին, բայց այնտեղ արդեն կա 1630 թվականի հայկական գերեզմանոցներ, այնտեղ է ուղարկավորված Ցիտումեմ Ղարաբաղի վերջի իշխանը հա այնտեղ մտածում ես Արցախը որ դե Հնդկաստանը որ դե եւ այնտեղ կան եկեղեցիներ մի խոսքով այնտեղ հայկական ազդեցությունը եւ հետքը շատ մեծ էր եւ այդ ամենը իհարկե մենք սիրուն ձևի գեղեցիկ ձևի փաթեթավորեցինք եւ ներկայացրեցինք հանրությանը եւ միլիոնավոր դիտումներ են հիմա գալիս քանի որ այդ ամենը շատ կարեւոր է կրթական հաստատություններ որտեղ համաշխարհային մակարդակի կրթական հաստատություններ կա որի դիպլոմներով դու կարող ես ընդունվել top 50 համալսարան աշխարհի եթե ուրիշ պետության ներկայացուցիչները կարողանում են այնտեղ ընդունվել մեծ գումարներով եւ դժվար անցներով քննությունները դուք կարող եք այնտեղ ընդունվել ընդհանրապես որովհետեւ դուք հայ եք որովհետեւ ձեր պապերը հսկայական օգնություն են տվել դուք ընդհանրապես հայ եք ու դուք ընդունում եք այդ կրթական հաստատություն սովորելու հարգելով Հնդկաստանը հնդկաժողովուրդը այնքան հարգում է հայրին որ որևէ թուղթ չկա ապացուցող որ հայրը այդ օգնություն արել են որևէ թուղթ չկա որ իրանք պարտավորվել են բայց այս sense սերնդե եկել ու միջև այսօր հայրը սովորում են այնտեղ պատկերացնում եք դա աննկարելի բան է եւ այնտեղ կա նաեւ հայրի արձաններ որտեղ ամեն օր ուսանողները դասը սկսելուց առաջ մոտիկանում են հայրի արձաններին հայ մարդկանց եւ խոնարհվում են նրանց առջեւ ամեն օր
դասից առաջ, շնորհակալություն հայտնելով այս հնարավորության համար, պատկերացնում եք ապշելու բանը։ Եվ դա լավ կլիներ, որ նաև օգտագործվեր դիվանագիտական հարթակներում միջպետական հարաբերությունները ինչ որ ձև բովանդակություն լցնելու համար, բայց մենք ցավոք սրտի անտեսում ենք թե Հայաստանում դա բոլոր իշխանությունների ժամանակ, չգիտես խի, թե միջպետական հարաբերությունների մեջ դա պոտենցիալ է, մենք էլ որ այդ կրթությունը համապատասխան ունենք, կարողանում ենք այդ ամեն ինչը եւ փորձում ենք գոնե հասարակական շրջանում այդ ամեն ինչը ցույց տալ եւ չգիտեմ ինչքանով է ստացվում։ Ստացվում է, շատ լավ ստացվում է, ավելի լավ կստացվի վստահ եմ։ Լսի, որ խնդրեմ մի քիչ էլ եղբորդ մասին կպատմես, որովհետև այս պատմության մեջ դուք երկու եղբայր եք, դա էլ ճիշտն ասած sense կողքից որ հիմա քո եղբայրն էլ էստեղ։ Շատերը մտածում են որ մենք արդենք Այդ էլ է շատ հավես որ նայում sense երկու աղբերս գործը այդպես լավ տանում են առաջ։ Ոնց եղավ, ոնց լեզու գտակ այս պատմության մեջ, այսպես ասած, ոնց եք աշխատանքը բաժանում, կառավարում, ոնց եք իրար օգնում, ոնց եք խանգարում, չգիտեմ ինչ, ոնց է մի քիչ պատմի այդ եղբայրական պահը ոնց է այս գործի մեջ արտացոլվում։ Շատ հետաքրքիր հարց է։ Նախ ասեմ, որ մենք փոքրուց մտածել ենք ոնց անենք, որ պիտան լինենք մեր պետության, մեր ազգին։ Արտուրը նախընտրեց գնալ զինվորական ճանապարհով։ Նա գնաց բանակ, բանակից հետո ստորագրեց համապատասխան փաստաթուղթ, որով եւս 7 տարի նվիրեց հայկական բանակին, եւ այդ բոլոր այդ իրավիճակներում նաեւ մի խոսքով անցավ եւ ես ավելի շատ ընտրեցի, քան որ առողջական խնդիրներ ունեի, ավելի շատ դիվանագիտական ճանապարհը, ցեղասպանության հարցը, ոնց որ միջազգային հարաբերություններ։ Եվ տենց ես Ռուսաստանում եմ գործունեություն ծավալում ինքստեղ եւ հետո մի հատ կետի հանկանք, որ հասկացանք, որ մեդիան որպես այդպեսին այսօր շատ ավելի արդյունավետ ճանապարհ կարա լինի, ինչ որ գաղափարներ հասցնելու, ինչ որ ազդեցություն ծավալելու եւ փորձել հանուն ինչ որ բան ստեղծել մեր պետության։ Եվ այդ առումով սկզբից կար դեմտքարան, որը 2015 թվականին էր ստեղծվել։ Հետո 4 տարի առաջ Արտուրը ստեղծեց գիտակերտ ծրագիրը։ Այն ֆորմուլա, որը ես միջև այդ ասացի, որ մեր ազգին պետք է գիտակցություն եւ առանց գիտելիք դա չի ստացվի, եւ ստացվում է գիտակցության կերտում գիտելիքի միջոցով։ Եվ այդ գիտակերտ ծրագիրը ստեղծվեց։ Սկզբից այն ստեղծված էր ճարտարապետության մասին, որտեղ Արտուրը խոսում էր ճարտարապետության ազդեցության մասին հասարակության վրա, մեծ ուսումնասիրություններ էր կատարել եւ մենք միշտ հետազոտություններ ենք կատարում ցանկացած ծրագիր որ ստեղծվում է կամ բիզնես ինքը ինչի մասն է, տարգետի չէ մարդկանց ման։ Մեր մոտ հակառակը մենք տեսնում ենք ինչ խնդիր կա ու փորձում ենք այդ խնդիրը լուծել համապատասխան։ Արտուրը սոցհարցում արեց եւ տեսավ որ ճարտարապետությունը որպես այդպեսին օրինակ պատմության, գրականության եւ մնացած ոլորտների տեսանկյունից այդքան հետաքրքիր չի։ Բայց ուսումնասիրելով ճարտարապետական ազդեցությունը Արտուրը ոնց որ որոշեց այդպես առաջի ծրագիր ստեղծի եւ առանց որևէ օգնության, չգիտեմ, ես նայ ծրագիր եւ ունեի լսարան, բայց ես որևէ ձև չեմ օգնել, մենք որևէ մեր նոր ծրագրեր չենք օգնում, մենք տալիս ենք հնարավորություն որ ծրագրերը իրենք ապրեն, նույն հայերեն լեզվով մտքարանն է, մենք մեր հարթակներով չենք գովազդել, ինքը Իրանով է գնում, որտեղ ինքը առանձին կյանք է միատել է։ Եվ հա գիտակերտը առանձին ինքը Իրանով առաջի հենց նյութից հավաքեց 300,000 դիտում, 700,000 դիտում եւ իր այսօրվա ախվատները, ծավալները մոտ 7 միլիոն, որը էլի քիչ չի, ամսական կտրվածքով 7 միլիոն մարդ նայում այդ նյութերը եւս շատ կարեւոր է։ Հիմա Արտուրի մոտ նաեւ կա նոր տեխնոլոգիական ոլորտի ուղղություն բացել եւ այնտեղ փորձում է ցույց տալ մեր նաեւ տեխնոլոգիական ընկերությունների ազդեցությունը տնտեսության վրա շատ հետաքրքիր բան է երիտասարդ երեխաներին, մարդկանց ովքեր նոր են զբաղվում այդ ամենով։ Եվ իհարկե վիճաբանություններ են լինում, քան որ տարբեր տեսակետներ կա այս կամ այն նյութի հետ կապված, մենք փորձում ենք այդ տեսեք մենք նյութը վերցնում ենք ու փորձում ենք իրան նենց փաթեթավորել իր բովանդակությանը չվնասելով։ Հա, то есть մենք փորձում ենք ֆորման փոխել, բայց բովանդակությանը չվնասենք։ Եվ ֆորման միշտ պետք է փոխվի։ Բոլոր երաժշտության մեջ, օրինակ մենք gorgeous beats-ը չվերցնում է եւ ինչ սերուն գեղեցկացնում այս կամ այն արվեստի գործը։ Եվ նույնիսկ այդ ընթացքում մենք շատ քննարկումներ ենք ունենում, բայց փորձում ենք դա միշտ միմյանց փոխլրացնել։ Ովքեր ինքն էլ ունի հսկայական փորձ կյանքի եւ ավելի իմաստուն է, ավելի դավաք եղբայրը։ Ես ավելի շենց գա, ասենց օթերով ասենց թռնեմ համիած, ասենց գաղափար մտածեմ, ասեմ, ասենց հետո ինքս ասենց իջացնում ամեն անգամ, հա, ինքս դրա համար ստացվում է ինչ որ ձև բալանսավորել։ Ինքը ավելի բան է, գետնին կպած է ավելի, որովհետեւ քան որ զինվորական է, ավելի ինքը ոնց որ
պատասխանատվությունն ավելի շատ երասկոտությունն ու ռացիոնալիզմը իրար հետ լավ համագործակցություն ինձ թվում է այդ դեպքում այդ ստացվեց, որովհետեւ օրինակ ինքն էլ եթե իմ նման լիներ, ինձ թվում է որևէ արդյունք չէր լինի կամ հակառակը ես իրա նման լինեի չէր լինի, որովհետեւ մենք չենք կարողանա ոնց որ միշտ չափազանց զգուշ կլինեինք իրա դեպքում իմ մոտ էլ մի քիչ այդպես համարձակություն կա, բայց ինքը էլ հարաբերական է, որովհետեւ ինքն էլ շատ համարձակ քայլեր անում, որը եւս արդյունք է բերում։ Հիմա չգիտեմ դա ինչքանով է լինելու օգտակար։ Իսկ մի քիչ էլ կուզեմ, գիտես ինչի մասին խոսենք։ Այ օրինակ քանի տարի առաջ սկսեցիք այս ամեն ինչը։ 15 թվականին ուղղակի ցեղասպանության հիշատակի օրին, երբ որ այդ գիտակցումը եկավ։ Ոնց որ կար փորձ գիտերեք բան, բայց չգիտեի ոնց դա արտահայտեի, sense որչինք sense։ Իսկ մի քիչ եթե փորձենք հայացք նետենք դեպի առաջ, ոնց էս պատկերացնում, այսինքն այսօրվանից ասենք 5 տարի հետո ինչ նախագծեր, եթե կուզես մի քիչ բացել ճակերտները, փակագծերը ինչ պիտի անեք եւ բացի նախագծերից sense ոնց ասեմ, այդ ներքին երազանքը, ներքին ցանկությունը ինչ կետի եք ուզում հասնել, որ ասեք օրինակ այս մի առաքելությունը արեցինք, մենք տեսնում ենք, որ 15 թվից մինչև պայմանական, չգիտեմ, 30 թիվը այսքան աշխատեցինք եւ այս համայնքը այսքան փոխվել է, այստեղ այս դիվանագիտական կապերը սկսել են աշխատել եւ այլն։ Մի հատ այդ դեպի ապագա, այսպես ասենք, միտումներն էլ կբացես, որ խնդրեմ։ Արտուրի հետ չեմ կարող ասել Արտուրի մասով, որտեղ ինքը իր բաներ ունի, մենք չնայած որ նմանատիպ գործունեության ենք զբաղված, բայց մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր բեքգրաունդով, տարբեր վիժններով ապագայի նկատմամբ, գուցե առանձին լինենք այդ տեսանկյունից Ես լավ կնի Արտուրին հրավերեք ինքը ասի իր ապագայի հետ կապված ոնց է պատկերացնում, մենք չենք խոսում այդ թեմաներով։ Իմ մասով ես միշտ երազանք եմ ունեցել Հայաստան համալսարան բացել։ Կրթական հաստատություն, որտեղ մարդիկ կարողանան ազատ ուսումնասիրել այն, ինչ նրանք ուզում են։ Եվ այնտեղ կա որոշակի նրբություններ, հիմա շատ ժամանակ չեմ ուզում էլի ծախսեմ, որպեսզի բացատրեմ այդ ամեն ինչը, բայց այստեղ հարցը ծրագրի մեջ է, օրինակ նույն Թուման, որ կա, Թուման դա շենք չի, դա այդքան մարդիկ չեն, դա հենց ծրագիրն է, բուն, հայ, ես կարճ տարիներ ես այդ ծրագրի վրա աշխատում եմ եւ ուզում եմ, որ հումանիտար գիտելիքը Հայաստանում կարողանա ճիշտ ձևի, նաեւ տեսնում եք այդ Սփյուռքի այդ գիտելիքը, որ կա մեր հայերի պատմությունն եւ շատ դեպքերում ես նայում եմ, որ այն ծրագրերը, որոնք կան Հայաստանում եւ երբեւե որոնք երել են, իմ կարծիքով չեն իրականացնում, յուրացնում, չգիտեմ, գուցե այն ողջ հայկական բովանդակությունը, որը կա ողջ աշխարհում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրինակներ վերցնենք, չեմ ուզում ասեմ, որ պետություններից, որ ազգերից եւ որ կրթական հաստատություններից, բայց այն, որ պետք է մի հատ վայր ստեղծել, որտեղ մարդիկ կարողանան այդ գիտելիքը ստանան լավագույն նվիրյալ մարդկանց կողմից եւ այդ մարդիկ որ ազատ լինեն։ Ես պարոն Գինոսյանի հետ շատ խոսում եմ, շատ լավ ընկեր, որը ցավոք սրտի մահացավ, որ վերցնենք օրինակ տարբեր ուղղություններ, օրինակ եթե պարոնը պարոն Գինոսյանը պետք է լինի եւ այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում այդ նվիրված են եղել այդ ոլորտին եւ չեն գնացել ինչ որ կասկածելի ուղղություններով եւ չեն արժեզրկել եւ չեն դավաճանել իրենց մասնագիտությունները, մենք բոլորս գիտենք այդ մարդկանց տարբեր ուղղություններով ով կան եւ այդ մարդիկ պետք է լինեն եւ դա բուրգի տեսքով չի լինի, որ լինի մի հատ ղեկավար, որը բանի չէ, հակառակը ներքևից փոքրիկ ինստիտուցիոնալ բայց էլի կառույց, որը կարողանա ազատ հավաքել այդ ողջ ենթակառուցվածքը մարդու շուրջ եւ դպրոցներ ստեղծի, շկոլը, հա, փիլիսոփայության ուղղությամբ, քաղաքագիտության, երաժշտության ամեն։ Եվ ես այդ օրինակները շատ եմ ուսումնասիրել տարբեր երկրներում, անգամ այդ դպրոցների ղեկավարների հետ եմ շատ մտերիմ թե Ռուսաստանում թեման, եւ տեսնում եմ այդ արդյունքը, երբ որ ինքը բյուրոկրատիայի մեջ շատ թաթախված չի։ Եվ ընթացքում ժամանակը չնայած որ այդ թղթաբանության ոնց որ նրբությունները հաշվի չես առնում, բայց եթե դու ցույց ես տալի արդյունք, օրինակ ոնց Վիշե շկոլա էկոնոմիկի Ռուսաստանի համալսարանը, բայց այս օրինակ որ գալիս է դատարան, եթե նույնքը այդ շատ բյուրոկրատիայի մեջ մտածի չէ, ռուսականի ոնց որ չի պատկանում կրթության նախարարության Ռուսաստանի հիմա հա, բայց այվախ չէ։ Ես որ գալիս էի դատարան, ու տեսնում եմ որ ընդ Վիշկայից ուսանող կայս գիտե որ պարտվել եմ այսօր գործը։ Այսինքն ու տենց բոլոր ուղղություններով դիզայն, տնտեսություն, քաղաքագիտություն, իրավաբանություն, որտեղ պետք է կրթությունը ազատ թողես։
Հիմա եւ ես չեմ տեսնում օրինակ իմ ճանապարհը քաղաքական ոլորտում ընդհանրապես դա շատ ձանձրալի է իմ կարծիքով տեսնում կրթության ոլորտ, կրթության եւ կրթություն եւ կուզենայի ինչ-որ բիզնես ստեղծեի, որ կարողանա այդ ամեն ինչը փոխանցի, հասնի, որ ինքը անկախ լինի, որ կախված չլինի ինչ-որ մարդուց, որ կարողանա գումար տա եւ ինքը ասի թե ինչ պետք է լինի, մենք էլ անկախ ենք երբեք որ մեկից գումար չենք վերցրել այդ տեսանկյունից եւ չենք էլ ուզում, չենք էլ ուզենա ապագայում։ Օրինակ հումանիտար գիտելիքի ճգնաժամ կա աշխարհում իմ պատկերացմամբ եւ այս պատերազմներս խառը վիճակները դրա դրսևորումն են, այո, դա նոր բան չի։ Մի պահ եկա, որ մյուս գիտելիքները շատ դոմինանտ դարձան, էլի այստեղ չեմ ուզում կռվածնել, էլի, ասենք մաթեմատիկան, երկրաչափությունը եւ հումանիտար գիտելիքները։ Բայց հումանիտարը որ սկսում է թուրանալ, այսինքն փիլիսոփայական միտքը էլ ազդակներ չի ուղարկում հասարակությանը կյանքը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելու համար, մենք հաճախ բախվում ենք sense ճգնաժամային բաների։ Միցե ոնց փիլիսոփաների պակաս այդ ճգնաժամը ամբողջ աշխարհում է։ Հայաստանից մի հատ փոքրիկ վիճակագրություն բերեմ։ Կա Armenian Code Academy, որտեղ IT մասնագիտություններ են սովորացնում։ Տեսեք, ողջ Հայաստանի Հանրապետության համալսարանները իրար հետ անցած տարի ունեցել են 12000 դիմորդ։ Armenian Code Academy-ն, որը այս տարածքի նման մի քիչ ավելի շատ լինի, ունեցել է 18000 դիմորդ։ Ողջ Հայաստանի համալսարան 12 ու 18։ Դա հսկայական, ոչ միայն հումանիտար, այլ ակադեմիական գիտելիքի ոլորտի ճգնաժամ է, որը մենք ապագայում եւ հիմա մեզ արդեն բերում է մեծ խնդիրների։ Ինչ կախված է փիլիսոփայության հետ, մենք բոլորս պետքա ծառայենք ակադեմիական գիտելիքին, որովհետև դա մենք հիմա կարող ենք ուրախանանք, որ մենք օրինակ ոչ ֆորմալ կրթության ներկայացուցիչներ ենք, մենք ունենք ակադեմիա, որտեղ դասախոսություն ենք տեղադրում եւ այլն, բայց ոչ ես եւս պետքա նպաստեմ նրան, որ ակադեմիականը բուխը զարգանա, որովհետև բուխը դա մենք վերջին հաշվով մենք գիտելիք ախր չենք տալիս, մենք տալիս ենք ինֆորմացիա։ Եվ մենք կրթական ծրագիր չենք, սա ասում ենք կրթական, բայց դա շատ լուսավորչական է, просветительский проект։ Հա ինքը պրոստը շատ պաթոսային է լուսավորչական, ասում են դու Գրիգոր լուսավորիչ ես, չէ, տենց է հիմա, հա։ Ես չեմ տալիս գիտելիք, ես տալիս ինֆորմացիա, գիտելիքը դա բուհում է ակադեմիական փաթեթով, գիտական ցենզով եւ դա խորը բան է, էլի եւ պետք չի մեզ համատել, չնայած որ հիմա արդեն էցա ստացվել, որ բուհերն են արդեն մեզ դիմում, չնայած որ երկար տարիներ պայքարել են մեր դեմ, չնայած որ մենք որևէ բանի չենք հավակնել, բայց էլի sense կար որոշակի մծամետություն եւ սնաբիզմ, բայց ման են ստացավ, որ հիմա արդեն հասկացան նրանք, որ լավ կլինի, որ մեր հետ համագործակցեն եւ մենք էլ ինչով կարողանանք օգտակար լինենք։ Ես էլ գիտությունով եմ զբաղվել, ես հասկանում եմ այդ ամեն ինչ եւ կարևորում եմ։ Փիլիսոփայության մասով էլ ճգնաժամը կա ողջ աշխարհում եւ այսօր մենք ունենք անգամ 4-րդ քաղաքական տեսության ճգնաժամ, որտեղ այն խնդիրները, որովհետեւ երկիր մոլորակի վրա հայտնվում են, գիտությունը, փիլիսոփայությունը չի կարողանում այդ խնդիրները որակավորի եւ լուծում առաջարկի եւ ճգնաժամը այսօր մեծ եւ պատերազմներն են դրանով պայմանավորված։ Իսկ բուհերի մասին խոսեցիր, ուսանողների հետ վստահ եմ շատ շփումներ ունենում, ինչ կողմեր կառանձնացնես, օրինակ ինչն է շատ լավ ստացվում, ինչ գուցե ինչ որ բացեր կան, որ լավ կլինի դրա վրա աշխատեն, շեշտեն։ Ինչպիսին ես տեսնում այսօրվա մեր ուսանողությունը, երիտասարդությունը։ Ես շատ կուզեի, որ ուսանողները միջև իրենց գնալը տարբեր երկրներ սովորելու լծվեին հայկականությամբ, ավելի շատ հայկական մշակույթով գան քո ներկայացման եւ ես կուզենայի, որ դասախոսները կարողանան իրենց փոխանցեն կարևորությունը իրենց գործի մասնագիտության։ Այս ինչի է դա կարևոր, որ մինչև դրսում սովորելու գնալը ինքը իր մշակույթը կրող լինի։ Որովհետև շատ դեպքերում, որ մարդը մշակույթի կրող չէ, չի գիտակցում այդ ողջ հարստությունը, որի կրող իր պապերը, որ իրեն փոխանցել են, նա գնում է եւ տեսնում է նույն այդ գազոնը, տեսնում է ցիրուն վայրերը եւ այդ գայթակղությունը իրեն այնքան է շեղում, որ նա սկսում է արժեզրկել այն խորությունները, որը ունի իր պետության մեջ եւ լավ կլիներ, որ մեր երիտասարդները լինեին ավելի շատ գիտակից ազգային տեսանկյունից հայ իրենց եւ փորձեին լինեին տարածող հայկական մշակույթի եւ ուրիշ երկրներում, որովհետեւ ցավոք սրտի ես որ ուսանողների հետ աշխատում էի, դրսում էլ տեսնում էի, որ շատ դեպքերում պատրաստված ուսանողները գալիս էին եւ հանդիպում էին հայ հետ եւ հայ ուսանողը, որը ինչ որ հնարավորությունների արդյունքում է հայտնվել այս կամ այն բուհում, չէր կարողանում արժանապատիվ ձևի արձագանքեր այս կամ այն պետության կիրթ եւ պատրաստված ուսանողի բարձրացած հարցերին։
եւ լավ կլներ, որ մենք ավելի դե դա արդեն գնում է պետության ինստիտուցիոնալ լուծումների, չգիտեմ, որոշակի առումով կոռուպցիա ինչի չէ, հա եւ այլ, որտեղ ոնց է այդ մարդը հայտնվե անգլերեն չիմանալով օրինակ, եւ այլ այնքան հարցեր կա, չխորանալով այդ ամենի մեջ, դա արդեն տարիներ անցել է շատ։ Հարցն է, որ մենք եթե կարողանանք ճիշտ գնահատենք մեր երիտասարդները, մենք հիմա որ գյուղեր գնում ենք, մենք ունենք չեն գնում նկարում հետ գալ, մենք հսկայական աշխատանք ենք կատարում, որը դուք չեք տեսնում ի օրողություն կամ ցավոք սրտի։ Մենք գտնում ենք օրինակ տարբեր փոքրիկ բիզնեսներ, հյուրատներ, փորձում ենք իրանց Instagram-ներ բացել, անվճար գովազդում ենք, կապում ենք մեկը մյուսի հետ, մեկը մեղրածախում, մեկը չգիտեմ, ընդ պանիրասարքում, գտնում ենք դպրոցներով խելացի երեխաներին, փորձում ենք իրանց կապել տարբեր մասնագիտության մարդկանց հետ, երեխաները, որոնք տեսնում ենք խելացի են եւ այդ բոլոր քննությունները լավ տվել են, հենց հիմա ես մի հատ երեխու, որը 16 տարեկան է չիներեն է սովորում Երազում Անտուվի Չինաստան եւ իրան սերտիֆիկատներ է պետք, հենց հիմա այդ դրանով է զբաղված, որ իմ ընկերներին խնդրում եմ, որ նա գնա միտեղ ստաժերով կանցնի, որ այդ թուղթը տանք համապատասխան, որ կարողանա Ես մենք փորձում ենք անգամ գյուղերում գտնենք խելացի երեխաներին, արդեն պատրաստի կան։ Մենք շատ լավ ազգ ենք, տեսենք, շատ խելացի եւ գիտակից ենք։ Պետք է հավասար հնարավորություն ստեղծենք, որ կարողանան նրանք իրենց տաղանդները դրսևորել եւ շատ դեպքերում մենք նաեւ փորձում ենք նպաստել նրան, որ ուղարկենք այդ երեխաներին, ովքեր լավ են սովորում top 100 համալսարաններ եւ ինչ-որ բան կա, տենց վերադառնալու պայմանով։ Այո։ Դե իրականում իրանք ինքան գիտակից են, որ կարիք էլ չկա խոսալ այդ թեմայով, բայց հա միշտ խոսում ենք, ասում ենք եւ այդ ընթացքում էլ փորձում ենք երեք օրինակ Բելգիայի հայրի հետ կապ հաստատել եւ խոսում ենք, որ Բելգիա մի հատ հիմա տղա պետք է գնա սովորի սեպտեմբերից, որ նրանք կապ պահեն, որ մաքսիմալ ինքն էլ ներգրաված լինի, դեսպանտան հետ ներգրաված լինի աշխատանքի տարբեր համայնքային եւ այլ, փորձում ենք այդ բոլոր շերտերը ապահովենք։ Իհարկե լավ կներ, որ ցավոք սրտի ես ու Արտուրն ենք, մենք թիմ չունենք եւ այդ 118 ուղղությունները, որոնք ամեն մեկը պատկերացնենք ինչ մեծ է, այսինքն հեռախոսով արագի մեջ շատ բաներ մոռանում ենք, օրինակ մենք քանի ամիս է պայմանավորում ենք միասին գնանք քաղաքից դուրս, բայց մեր ոչ չի ստացվում։ Քանի հանդիպել ենք արի պայմանները տավուշ գնալու չէ։ Հա եւ ստացվում է, որ հաձգձգվում եմ, մտածում եմ հայկը մտածի անպատասխան ենք, բայց պատկերացնում ես այսքան բան ինչ դժվար է։ Եվ նաեւ հիմա վերջի բանն էլ ասեմ, որ նոր ուղղություն է մեր մոտ բացվել, մենք Հայաստանի Հանրապետության հրապարակային դեր չեմ ասել դեպ։ Ladies and gentlemen, your attention please. Նորություն։ Հիմա Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերում մենք ուզում ենք սպորտային համալիրներ կառուցենք, քանի որ երեխաները մեր ընկերների հնարավորությունների շրջանակներում գումարներ ենք ներդնում փոքրիկ, բայց գումարը ստացվում եւ միասին փորձում ենք սպորտ համալիրներ կառուցել, քանի որ երեխաները Հայաստանում ամեն երկրորդ մահը ցավոք սրտի սրտանոթային խնդիրներից է եւ երեխաները սպորտի հետ կապ չունեն, ծնողները ծխում են եւ այլ ծխողոտ են օգտագործում եւ մենք մտածեցինք, որ ամենակարճ ու էֆեկտիվ ճանապարհը սպորտն է լինելու, վորկաուտը, որ գյուղ մրցեն իրար հետ, քաղաք մարզ եւ առողջ լինի հայ մարդը եւ կեցվածքն ու կերպարը վերականգնվի նենց ոնց եղել է միջայդ եւ հիմա առաջինը Սարչապետ գյուղ մենք տեղադրելու արդեն հենց հիմա միջով Սարչապետը Տաշիրի մոտ է գտնվում Վրաստանի սահմանի մոտ է գյուղն առաջին եւ քեզ եմ սիրով հրավիրում այդ ողջ ընթացքը մեր հետ գաս երեխաների հետ խոսած կուրախանան շատ որովհետեւ քեզ շատ են սիրում եւ ողջորենք նաեւ երեխաներին եւ ամիսը մեկ հիմա ուզում ենք բացենք հետո ամիսը 2 հատ ու տենց սաղ գյուղերը միավորենք սպորտով շատ լավ մարդիկ են ներգրաված բայց մենակ պետք է հետո հետևել որ չգան այդ պարապելու տեղ սկսեն ծխեն էլի այնց բիսեդկա չդառնա այսպես ասած այնտեղ նաև խմբեր ենք ասած ստեղծում որ իրանք սաղ կոնտրոլ անեն այդ ո՞նց է համակարգում այդ երկուսով այդ սաղ խմբեր բան այդ ամեն ինչ անում եք հա կա այն մի հատ մուլտ կար քիշես այն դրուպի որ սուպերհերոսը Չհասած փուճուրիկ շունիկա որ վերջում մուլտի վերջում բարձում է իրանից 100 հատ կա դրա համար ինքը այդ ամեն ինչը հասցնում Դուք եք։ Հա դա դժվար է, բայց ոնց որ 20 թվից հետո ոնց որ ուրիշ ձևա կյանքը տեսենք։ Հասկանում եմ։ Դու պարկած քնած ես, հետո բուձելնիկը զանգում է, ոնց է զարթնացուցիչ։ Զարթացիչ։ Հա, ասենց ասում ես հալավանջատում ես, հետո հիշում ես հելարկայինը մի անգամից հավաքվար, ասենց այդ բոլոր այդ պարոկները, որ մարդու մեջ կա, անգելություն, բան ինքը մի անգամից ասենց ջնջվում է։ Արջան շատ շնորհակալություն որ եկար, մերսի հրավեր ընդունելու համար եւ այսպես մոտենում ենք արդեն ավարտին, եթե ինչ որ եզրափակիչ խոսք ունես որ կուզես ասել են մարդկանց, որոնք լսում են մեզ մտքարանի մասին, գիտակերտի մասին, խնդրում ասա եւ արդեն ասել եմ, բայց որպես
իրականում շատ կուզենամ, որ մարդիկ գան քո ներկայացմանը։ Իրականում շատ կարևոր է, ախր ինքը շատ կարևոր է։ Եվ Հայաստանում տարբեր շատ մարդիկ կան, որ հետ Տեսա մի հատ վարդաբլուրում պետք է անեն, գիտես, եթե Վարդաբլուր եկեք լորի, հա։ Համեծ սիրով կգանք եւ կտարածենք մեր լսարան, որ նրանք լգան, նրանք մարդիկ։ Ես վախենում եմ հանկարծ այս հարցի զրույցի ընթացքում սխալ բառեր չասեմ, բայց մի խոսքով հույսով եմ ես հատուկ քո հայերենը ակնհայտ գնալով կատարելագործվում է, այնպես որ ճիշտ ուղու վրա ես։ Կուզենայի, որ մենք գնահատենք այն արվեստի գործիչներին, որոնք շատ մեծ գործ են անում, կարևոր գործ են անում, դա շատ կարևոր է։ Չգնանք ասենց մեծ, չգիտեմ, լսարան ունեցող մարդկանց հետևից կամ այնով մոդա է այսօր, հա, այսօր մոդա է, վաղը մոդա չի։ Գնանք այն մարդկանց եւ գնահատենք այն մարդկանց, ովքեր մնայուն արժեք են ստեղծում եւ շարունակություն են այն մեծ, ողջ, հսկայական մշակութային արժեհամակարգի, որը մեզ մեր պապերը փոխանցել են։ Դա շատ եմ կարևորում։ Աջան, ես էլ քեզ ու Արտուրին մեծ հաջողություններ եմ մաղթում, լիքը առողջություն, որ այդ ամեն ինչը կարող է կյանքի կոչել, եւ հեսա ստեսություն ասենք, պայմանավորվենք այդ տավուշը երբ են գնալու։ Շատ շնորհակալություն բոլորին ուշադրության համար։ Մինչ հանդիպումներ։